Երևան առաջին սակավակյացից հետո հայոց գահին է բազմում Տիգրան առաջինը։ Տիգրան առաջինի գահակալության մասին խոսում են եւ Քսենոփոնը եւ Մովսես Խորենացին։ Իդեպ Քսենոփոնը չի նշում Երվանդի անունը, բայց քանի որ Տիգրանի մասին երկուսն էլ խոսում են եւ նաեւ հոր մասին են խոսում, իսկ Խորենացին հոր անունը կոնկրետ նշում է, դրա համար պատմաբանները եզրակացրել են, որ Տիգրանի հոր մասին հիշատակությունները Յուրոպեդիայում նույնպես վերաբերում են բնականաբար Երվանդ առաջին սակավակյացին։ Տիգրան առաջինի գործունեության ժամանակաշրջանը համապատասխանում է տարածաշրջանում նոր փոփոխությունների մի շրջանին։ Բան այն է, որ Քրիստոս առաջ 553 թվականին Պարսից արքա Կյուրոս II-ը ապստամբում է Աժդահակի Աստիագեսի դեմ, Մարաստանի գերիշխանությունը փորձում է տապալել եւ ընդամենը 3 տարի անց կարողանում է գրավել նրանց ամբողջ տարածքը, նույնիսկ նրանց մայրաքաղաքը եւ այսով դառնում է տարածաշրջանի թիվ 1 գահակալը։ Այսինքն մենք գործ ունենք մի ժամանակաշրջանի հետ, երբ ձևավորվում է մինչ այդ նախադեպը չունեցած փաստորեն ծավալների մի պետություն, Աքեմենյան պարսկական տերությունը, որը գրեթե ամբողջ մերձավոր արևելքը պետք է իր մեջ ընկղմի։ Այս համակարգում Հայաստանը բնականաբար պետք է ունենար իր որոշակի դերը, եւ քանի որ Տիգրանի եւ Կյուրոսի միջև հարաբերությունները բավական միմյանց նկատմամբ ջերմ եւ փոխադարձ հարգանքի վրա են կառուցված, բնականաբար այս իրավիճակում Հայաստան ունենալու էր առանձնահատուկ կարգավիճակ նոր տերության մեջ եւ պատահական չէ, որ օրինակ Բաբելոնի ուղղությամբ արշավանքը վստահված էր հենց Տիգրանին։ Պատահական չէ, որ Տիգրանը տերության արևմտյան աստորեն հատվածի թիվ 1 անձն էր, այդ փոխարքա կուսակալի որոշակի գործառույթներ ուներ։ Այսինքն ստացվում է, որ Տիգրանը առանձնաշնորհյալ դեր ուներ այս նոր տերության համակարգում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։